Երկրորդը դարձյալ 2-3 օր առաջ տեղի ունեցած դեպքն է մեր սրբազան պայքարի երիտասարդների հետ պատահած թեպետ նորից եմ կրկնում հենց այսօրվա ընթերցվածով որ մեր Տերն ասում է մի տվեք սրբությունները շներին եւ մի նետեք նրանք խոզերի առջև որոնք կպարտառոտեն այդ բոլորը այդուհանդերձ դարձյալ առնչվածը այդ երևույթի Վահագն Ալեքսանյանի եւ նրա մայրիկի հետ փողոցում տեղ ունեցած դեպքով բոլոր իմաստներով թե ինքը թե իր այսպես կոչված ակվարիումի մասնագետ ղեկավարը թե մնացած բոլոր տարբեր օղակներից ձայն արձակող աչքի ընկնող ինչպես ասել եմ ինքնափետուրավորված երևույթներ տարբեր իրավապաշտպան կոչվածներ փորձել են ակնհայտ երևացող տեսանյութով երևացող եւ դեռ մի հսկայական մաս էլ չերևացող որը պահել են եւ չեն հրապարակել մեր երիտասարդները իրենք իսկ ամաչելով այդ տիկնոջ վարքից փորձել են այդ ակնհայտ ճշմարտությունը իրենց սեփական մեկնաբանությամբ իրենց իսկ արժեքին համաձայն համարժեք ներկայացնել այնպես ինչպես ամեն ինչի մեջ քիչ առաջ ասել միշտ ասել ենք ստում են այս դեպքում էլ են խափում ու ստում շատ արագ ասեմ ինչ է տեղ ունեցել մեր երիտասարդները արդեն 1 ամիս է որ տարբեր վայրերում բնակավայրերում առանց իմանալու թե սրանցից ով որ վայրում է բնակվում այդ գործողությունները չեն վստահում գործողությունն են իրականացնում քաղաքացիները մոտենում են կամ իրենք մոտենում են քաղաքացիներին բացատրում են գործողությունների իմաստը բովանդակությունը էությունը եւ ովքեր ցանկանում են մոտենալ եւ իրենց անվստահությունը հայտնել մոտենում եւ այդմ են ովքեր ոչ բարի ճանապարհ են մաղթում բոլորին եւ կան տասնյակ եթե չասեմ հարյուրավոր քաղաքացիներ ովքեր այդ պահին չեն ցանկանում մոտենալ եւ որևէ խնդիր մինչեւ այսօր չի առաջացել եթե նրանք իսկ ագրեսիվություն չեն դրսևորել չեն արձակվել մեր երիտասարդների վրա այդպիսի դեպքեր 1-2 եղել են եւ այդ օրվա դեպքը բացառություն չէր կարող լինել պարզապես մարդկանց մոտենալու եւ ոչ էլ իմացել են մեր երիտասարդները որ այս երևույթի մայրն է ծառն է այդ պտուղի ծառն է եւ առաջին փորձով մի կերպ տիկնոջը փորձել են ճանապարհել խաղաղ կերպով եւ սակայն չի հանգստացել երևի կամ իր արժանավոր որդու հորդորով վերադարձել է երեկոյան ժամին այս անգամ ձեռնափայտով եւ փորձել բոլոր առումներով թե հայոյանքներով թե հարցակվելով մեր երիտասարդների վրա թե ամենա ինչ ասեմ անպարկեշտ վարքագծով փորձել է ինչ որ բան անել ես ուղակի հիացած եմ մեր երիտասարդների վարքագծով որ մինչև վերջ կարողացել են պարկեշտություն դրսևորել այդուհանդերձ հաշվի առնելով որ թեպետ թե այդ կինը եւ թե իր որդին հետո իսկ առաջ էլ չեմ ասում իրենց վարքագծով ցույց են տվել իրենց իրական պատկերը ես քաջալերում եմ մեր երիտասարդներին որոնք սկզբունքային գաղափարական արժեքներ ունեցող արդարության ձգտում ճշմարտության ետևից գնացող մարդիկ են ովքեր չեն զլանում եւ չեն տրտնջում նեղ դռնով անձուկ ճանապարհով անցնելու միայն այն բանի համար որ արժանապատիվ կյանք ունենան հայրենիք ունենան պետություն ունենան որպեսզի հավատքի կյանքով ոգևոր կյանքով Աստծո սիրով ապրեն որպեսզի իրենց նմանի նկատմամբ իրենց ընկերոջ եղբոր քրոջ նկատմամբ իրենց մեծերի նկատմամբ հարգանքով ապրեն եւ ոչ թե այսպես խախտված քայքայված իրականության մեջ որը
բերել է մեր կյանք այս չարիքի իշխանությունը եւ դեռ հոխորտում են կարմիր գծերի մասին եւ դեռ հոխորտում են քաղաքական պատասխան տալու մասին ախր մարդու ծիծաղը գալիս սիրելիներ չակերտավոր սիրելիներ հեգնանքով սիրելիներ մարդու ծիծաղը գալիս որ դուք խոսում եք կարմիր գծերի մասին եթե չասեմ այն բոլոր աղետները որ բերել եք ամբողջական աղետը իմիջայլոց որ բերել եք մեր կյանք միայն մեկ դեպքը եռաբլուրում մեր նահատակ զավակների հերոսների ծնողներին քաշ տալը այդպիսի անարգական վիճակի հասցնելը եւ կարող եմ ասել գրեթե ամենօրյա դրությամբ բավական որպեսզի դուք ոչ միայն չխոսեք կարմիր գծերի մասին այլև ուղղակիորեն հեռանայիք գլուխներդ կախ հեռանայիք մեր կյանքից այդ թե ովքեր են կարմիր գծեր խախտել դեռ պիտի փառք տակ Աստծուն որ մեր երիտասարդները շատ պարկեշտ երիտասարդներ են շատ պարկեշտ շատ առաքինի հասկանում են թե ինչի համար են իրենք դուրս եկել հրապարակ ինչի համար են իրենք գործում որպեսզի այս երևույթները նաև վերանան որպեսզի ձեր իսկ ծնողներն ու զավակները պաշտպանված լինեն հարգանք ունենան այս սրա համար իսկ դուք այո պտուղի ծառից է ճանաչվում չար պտուղը չի կարող լինել բարի ծառի արդյունք լավ ծառի արդյունք եւ հետեւաբար չար ծառն ու իր չար պտուղը պետք է կտրվեն ինչպես Սուրբ Գիրքն ասում է եւ դեն նետվեն որովհետեւ նրանք տեղ են զբաղեցնում որովհետև նրանք քայքայում են հողը, փչացնում են այդ հողը, որտեղ աճել են կամ տնկվել են։ Ես չեմ ուզում ավելի խորանալ այս թեմայի մեջ, թեպետ դարձյալ այդ երևույթը գծով երբ նայում ենք, այս մարդկանց ծնողները մեր աչքի առջև են, երբեք չի եղել այսպիսի բան, որ քաղաքական կամ հասարակական գործիչների ծնողներին նույնիսկ ճանաչենք, ելուր մնաց ճանաչենք պիտակներով եւ մագդիրներով իրենց ցուցաբերած վարքի պատճառով։ Մի մոռացեք համբալի պատմությունը կամ համբալների պատմությունը, որը այսօրվա քաղաքապետ կոչվածի հոր արտահայտությունն դրսևորում էր։ Այն ամենազազրելի արտահայտությունն էր, որ մյուս պատգամավորի մայրն էր ասել կամ արտահայտել համացանցում։ Նույնիսկ մտքով անպատկերացնելի է դա։ Այս երևույթն ու դրվագը ինչպես է 70-ամյա իրենց ասելով կինը իրենից մի քանի անգամ փոքր իր թորների տեղ եղող երեխաներին, երիտասարդներին ամեն այլանդակ խոսքերով հայում եւ վիրավորում եւ դեռ մի բան էլ սպառնում իր ձեռնափայտով եւ ամենահայտնի դրվագը թքող մոր թքող որդին սա անհավատալի եւ աննկարագրելի այսպես հերթով կարծես իրենք բացահայտում են իրենց ներսում եղած իրական պատկերը եւ մի առիթով ասել եմ եթե սրանք հրապարակային կերպով չեն կարողանում իրենց զսպել եւ այսպես արտահայտում են մարդկանց մասին դուք պատկերացրեք իրենց նեղ շրջանակում ինչ հայոյանքներով ինչ խոսքերով ինչ կերպերով են վերաբերմունք ցույց տալիս կամ արտահայտում մարդկանց մասին միայն մտքով պատկերացրեք մի պահ կտեսնեք ինչ սարսափելի միջավայրը այս մարդկանց միջավայրը թե ընտանեկան թե գործնական այո այդ թքող մոր անպարկեշտ զավակը մեզ ցույց տվեցին որ
խոսել է մեր երիտասարդների մասին, որպես անվանելով նրանց կապիկներ։ Ես վստահ եմ, որ այդ խոսելուց առաջ ինքը մի մեծ հայլի է տեսել։ Նայել է այդ հայլու մեջ, արտացոլանքը տեսել է և ինքնադրսևորում է ունեցել։ Եվ բնականաբար չէր կարող այլ կերպ լինել, որովհետև այս մարդիկ այդ միջավայրի ծնունդն են։ Այս մարդիկ ծնվել են այդ միջավայրում, մեծացել են այդ միջավայրում, թաքնված և հիմա բացահայտվող։ Երևի թե նաև այլ զենք, այլ միջոց, այլ գործիք չունեն հանրության հետ խոսելու, քան իրենց ծնողներին, զավակներին, ընտանիքներին մղելու դեպի հանրային կյանք, որպեսզի այդպիսով նաև խղճահարություն արթնացնեն իրենց նկատմամբ։ Ինչպես ասել եմ, մարդիկ այսպես կոչված հալածյալի խեղճի նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեն, այդ խեղճության հալածված լինելու պատկերն են ուզում փոխանցել։ Դուք հալածված չեք, դուք հալածել եք մի ամբողջ ազգ։ Դուք այդ կարմիր գծեր կոչվածը խախտելով մարդկանց տների առջև դագաղներ եք դրել, իրենց ընտանիքներն եք մտել, երեխաներին ու ծնողներին եք ցավեցրել ամենավերջին աստիճանով։ Դուք այդ կարմիր գծերի մասին խոսելով մեր հայրենիքն եք հանձնել և ուրացել եք ձեր իսկ պիղծ շրթունքներով արտահայտած գաղափարները։ Դուք ձեր կարմիր գծեր կոչվածով հազարավոր երիտասարդների ու մարդկանց մահվան պատճառ եք եղել, կյանքից զրկել եք, ընտանիքներ եք, հազարավոր ընտանիքներ եք մատնել դժբախտության։ Դուք ձեր կարմիր գծեր կոչվածով ոչ միայն լուռ համաձայնվել եք Բաքվի բանտերում թողնելու մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև լուռ համաձայնությամբ մասնակից եք նրանց դատին, այդ չակերտավոր դատերին, այդ ամբողջ կեղծիքին, երևի նաև ձեր քաջալերանքով։ Հանրությանը դուք կարմիր գծերի մասին մի խոսեք, դուք ոչ կարմիր գիծ ունեք, ոչ կապույտ գիծ ունեք, դուք ընդհանրապես որևէ գիծ չունեք։ Ձեր ընտանեկան պատմությունները, որոնք մեր առջև դրված են, ոչ ենթադրյալ, այդ ճշմարտությամբ, եթե մենք սկսենք խոսել դրանց մասին, մեզ թույլ տանք ձեր աստիճանի իջնել, ձեր այդ, ինչ ասեմ, ամենավերջին աստիճանի փողոցային, դուք ձեզ ոչ միայն լավ չեք զգա, այլև հանրությունը ձեր ծագումնաբանությունն էլ ամբողջությամբ կհասկանա, թե ովքեր եք դուք։ Բայց փառք տվեք Աստծուն, որ ձեր դիմաց ձեր նման մարդիկ չեն, հասկանում են մարդիկ, որ կան տեղեր, որոնք չի կարելի մուտք գործել։ Մենք օրինակ գիտենք, չէ, որ այս մարդու ընտանիքը խաչթառակից է, օրինակ Իջևանի շրջան և այլ բաներ, բայց չենք խոսում այդ մասին, կարիք չկա։ Եվ ամփոփելով սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, չեմ ուզում մտնել դարձյալ շարունակել, ինչպես մեր Տերն ասում է, սրբությունները շների առջև նետելու և կամ մարգարիտները կամ այդ սրբությունները խոզերի դեմ դիմաց դնելու, որոնք կպատառոտեն և այդպես էլ արվում է, պատառոտում են ընդհանրապես արժեքը, սրբությունը, գաղափարը, լինի դա ընտանիքի գաղափարը, լինի դա հայրենիքը, պետությունը, պետականությունը, պարզ հարաբերությունները, ամեն ինչ։ Եվ ուղղակիորեն ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ մեր Տերը անընդհատ տևապես խոսում է նեղ և անձուկ, նեղ դռնով և անձուկ ճանապարհով անցնելու մասին։
իրականությունը կյանքի այդտեղը լայն դռնով եւ լայն ճանապարհով անցնող շատ մարդիկ կարող են լինել, ցանկացողներ լինել, որովհետեւ դա հեզասա դյուրին հեշտ կյանքն է, որի կործանումն էլ ուղղակիորեն անխուսափելի է։ Նեղ դռնով, անձուկ ճանապարհով անցնողներն են արժեք ստեղծում, կյանք ստեղծում։ Հազարավոր, միլիոնավոր մարդիկ են եղել աշխարհի գոյության պատմության մեջ, բայց ընդամենը քանիսին եք հիշում, քանիսի անուններն են հայտնի, քանիսներին են ծանոթ, տեղյակ, թե կյանքի ճանապարհին, թե իրենց գործածին։ Այդ մարդիկ են նեղ եւ անձուկ ճանապարհով անցնողները, նեղ դռնով, հանձնառու կերպով անցնողները, անձուկ ճանապարհի մեջ մտնողները, որոնք հասկանում են ամբողջությամբ, թե ինչպիսի դժվարին, տառապալից ճանապարհ է իրենց ճանապարհը, սակայն ինչպիսի պարգևող, պարգևատրող, ինչպիսի գոհություն բերող, գոհունակություն պատճառող, ներքին հաշտություն ունեցող, չարիքը, սուտը, կեղծիքը չհանդուրժող, արդարության եւ ճշմարտության ետևից գնացող, անկախ նրանից նրանք կհասնեն վերջնահանգրվանին թե ոչ, բայց դա է իրական մարդու կերպարը, որի մասին խոսում է մեր Տերը։ Այո, այսօր մենք բոլոր նրանք, ովքեր հասկանում են, պատկերացնում են, գնահատում են այսօրվա իրավիճակը, թե ներքին հասարակական հարաբերությունների մեջ, եւ թե մեծ իմաստով ազգային նկարագրի եւ պետականության եւ պետության մասին մեր պատկերացումներով բոլոր